Հայրը թուրք է։ Հիմա ով է համբալ էլի։ Իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը դու ճանաչի, արա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է։ Բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում։ Չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են որ հայրը թուրք է։ Անունն են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են։ Պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից։ Չենք ասում տես բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմա կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Հանգիստ։ Հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, շնորհակալություն։